Ձեր կարծիքով Երևանում անցկացվող եվրոպական գագաթաժողով ինչ կտա Հայաստանին։ Չեմ անում։ Ինչ-որ կարևոր բան կտա արդյունավետ։ Կտա ինչ-որ մեկին ռեյտինգ, բայց չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ փոփոխություններ պետք է սպասել։ Ամենալավ բաներ, բայց ես ֆրազում Օ, չեմ կարող ասել։ Ինչ-որ բան կտա է կարևոր։ Դժվար դե։ Կա, չտա, չեմ կարող այդպես հստակ ասել։ Ինչ կտա չեմ իմանում, բայց ամենայն դեպս երբ որ ինչ-որ մի բան կտա, կտեսնենք։ Երևի թե շատ լավ բան էր։ Դա կարծիքս։ Ոնց ասեմ, որ ճիշտ լինի, բալես չգիտեմ։ Փաշինյանը խելացի բաներ, լավ բաներ շատ է անում։ Դրա համար կարծում եմ, որ թեկուզ Եվրոպա գնալու համար խի չէ, որ հաճելի է, որ ամեն ինչ հանգիստ լինի, կարողանանք հանգիստ գնանք, ֆռան գանք։ Ձեր կարծիքով Երևանում անցկացվող եվրոպական գագաթաժողովը ինչ կտա Հայաստանին։ Ճանաչում առաջի հերթին։ Երկրորդը կարծում եմ, որ լիքը նոր ծրագրեր կգան Հայաստան։ Իմ կարծիքով շատ բան, նախավարած շատ մեծ իմիջային։ Մենք առաջնություն կունենանք իմիջային եւ շատ կարեւոր է դա։ Եվ առավել ևս, եթե մենք ձգտենք դեպի Եվրոպա, կարողանանք Եվրոպայի հետ կնքենք կամ այդ դիմենք որպեսզի բանենք, դա Հայաստանին ուղղակի ամիջական առաջընթաց, որը մենք չունենք այսքանի տարվա մեջ։ Հույս ունեմ մի քիչ ավելի կամերապնդի խաղաղությունը եւ երկրորդը եթե ամեն ինչ նորմալ ընթանա, երևի նաեւ վիզաների ազատականացում, ընդհանրապես շփումը Եվրոպայի դրական ինչ որ կա վերցնենք, բացասականից աշխատենք հեռու մնալ։ Բայց բոլոր դեպքերում սպասումները դրական են։ Ոչ մի բան։ Ինչու եք այդպես կարծում։ Հայ-Ադրբեջան հերիկա դիզուր ջղայնացնում ես ինձ։ Ձեր կարծիքն եմ հարցնում, չեմ ջղայնացնում։ Ջղայնացնում ես էլի դիզուր տեղի քֆուր տամ։ ինձ թվում է ամենայն դեպս որքանով որ լսում ենք եւ տեղեկանում կարծում եմ հեռանկարներ կբացի այն ճանապարհը, որը հիմա մեր իշխանությունները, կառավարությունը, որդեգրել են, կարծում եմ կյանքի կկոչվեն, լավատես ենք ամեն դեպքում։ Դե ինձ թվում է ճանաչում կտա առաջի հերթին, երկրորդը եվրոպական երկրների հետ բավականին հետաքրքիր պայմանագրեր է կնքվում, որը որ ինձ թվում է տնտեսության բարձրացման տանելու եւ վերջապես եթե մենք դառնանք Եվրոպայի հետ մոտիկ, ինձ թվում է այն մարտահրավերները, որը որ կան եւ ավելի վաղ եղել են ավելի կոշտ ձևով, հիմա արդեն կբացառվեն։ Դա իմ կարծիքն է։ Ինչ կտա։ Շատ բան կտա։ Մենք սպասում էինք դրան։ Վերջապես մեր ժողովրդավարությունը հասավ նրան, որ եվրոպական երկրները Հայաստանը ոնց ասած ճանաչեցին։ Մենք փոքր երկիր լինելով, այսքան պատերազմի ամեն ինչի միջով անցնելով, մեր վարչապետը ի վերջո շատ բաների միջով անցնելով ի վերջո հասավ նրան, որ եվրոպական երկրները նախ մեզ աջակցեցին թե խաղաղության հարցում, ճիշտ է Ամերիկան Վաշինգտոնը նախապայմանագիրը այնտեղ կնքեցին, բայց Եվրոպան շատ հարցերում աջակցեց մինչև հասնելը Վաշինգտոն։ Մնացած է ազատականացումը վիզաների, որ մարդիկ հանգիստ կարող են գնալ, տուրիստ որպես գնալ, շրջել բոլոր երկրները, մի խոսքով շատ բաներ, շատ։ Ձեր կարծիքով Երևանում անցկացվող եվրոպական գագաթաժողովը ինչ կտա Հայաստանին։ Չեմ կարծում, որ մենք ինչ-որ կարող ենք լինել մեր շահերի հետևորդները, որովհետև գագաթնաժողովը իրենց համար է։ Մենք ինչ կկարողանանք շահել, շատ դժվար է ինձ ասել է։
Ձեր կարծիքով Երևանում անցկացվող եվրոպական գագաթաժողովը ինչ կտա Հայաստանին։ Ինձ թվում է ինչ-որ մի լավ բան կտա։ Ինչ եք անդամ վստահ, որ լավ բան։ Ինչպես։ Ինչ եք կարծում վստահ, որ ինչ-որ լավ բան կտա։ Որտեվ արդեն երկրից երկրի հոտ է գալիս։ Որ չենք տեսել 30 տարի։ Հիմա նոր արդեն կամաց ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Ես հենց եմ հասկանում։ Ճիշտ է, ամեն հասկացող, չհասկացող խոսում են կառավարությունից առանց հասկանալու։ Բայց այդպես չի կարելի։ Մարդ պետք է մի քիչ քթի ծակ ունենա, հասկանա ինչա կատարվում։ Բա որ եթե կառավարությունը ուրիշ հնարավորություն չունի, Ռուսաստանը խաբեց այդ կան, արդեն ինքը դիմեց այն քայլին, որ ապահովագրի սահմանում ոչ մի զինվոր չի մահանում, մեր թորները վաղը մյուս օր եւ այլը, արդեն ես տեսնում եմ, որ ապագա ունենք։